Անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով այս տարվա առաջին եռամսյակում 3000 շահառուի պետբյուջեից 121.5 միլիոն դրամ կհատկացնեն։ Կառավարությունն է որոշել, ակնկալում են, որ ամսական միջին հաշվով 11000 նոր շահառու կլինի։ 2025 թվականի միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը շուրջ 33 միլիարդ 45 միլիոն դրամ է։ Ռուսական ազիմուտ ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպեանց վերադարձել է Վնուկովո օդանավակայան տեխնիկական խնդիրների պատճառով։ Ուղևորները հայկական լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ժամը 8-ի փոխարեն ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանից թռել է 8:20-ին եւ թռիչքից 40 րոպեանց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է Վնուկովո տեխնիկական խնդիրների պատճառով։ Ուղևորներին Երևան հասցնելու համար նրանց տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ։ Ողբերգական պատահար Արարատի մարզում Բուրաստան գյուղում բախվել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մարդատար գնացքն ու ՎԱԶ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, եւս 2-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեքենայի ղեկին ըստ իրավապահների Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանն է եղել, իսկ բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը։ Մահացել են մեքենայի վարորդը նրա 44-ամյա կինը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա եւ 15-ամյա աղջիկներն են։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները։ Հարուցվել է քրեական վարույթ։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ Կոտայքի մարզում է եղել։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծանր ախտորոշմամբ 13-ամյա երեխա է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ըստ օպերատիվ տեղեկությունների հիվանդանոց տեղափոխված տղան հենց այդ դպրոցի աշակերտներից է։ Նա երրորդ հարկի դասարաններից մեկի պատուհանից է ընկել։ Մինչև շտապօգնության գալը երեխային դպրոցում են փորձել բուժօգնություն ցույց տալ։ Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, բայց նրանց հաջողվել է տղայի առողջական վիճակը կայունացնել։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները, սահմանազատել տարածքը, հարուցվել է քրեական վարույթ, պարզում են դեպքի մանրամասները։ Մարտի 14-ից 18-ը Հայաստանում կանցկացնել Մանուշյանական շաբաթ նվիրված Միսակ Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Նախագծի նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ եւ խթանել Ֆրանսիայի ու Հայաստանի պատմամշակութային երկխոսությունը։ Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ կկազմակերպվեն թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ Երևանում ու արտաշատում։ Սիանուշ Վրադյան, ժամը լրատվական։